Մեծամորի ատոմակայանի անվտանգության աստիճանը կրկին կգնահատվի մայիս ամսին։ Այս առիթով Հայաստանին ժամանելու ՄԱԿ-ի ատոմային էներգիայի միջազգային գործակալության մասնագետները, որոնց մասնակցությամբ կկատարվի ուսումնասիրությունը։ Ըստ հայ մասնագետների այսօր մենք անհանգստանալու առիթ չունենք։ Ատոմակայանը աշխատում է համաձայն շահագործման ռեգլամենտի, աշխատակարգի, նորմալ շահագործման ռեժիմից ոչ մի շեղում չկա։ Հայաստանում նոր ատոմակայանի կառուցման հարցը դեռ քննարկման փուլում է։ Նոր ատոմակայանի հետ կապված բոլոր խնդիրները առայժմ սառեցված են հիմնականում։ Մենք սպասում ենք Ֆուկուշիմա ատոմակայանի վթարի վերջության վերջնական եզրակացությանը, որից հետո հավանաբար ձեռք կառնվեն միջոցներ ավելի խստացնելու ատոմակայանի նախագծային պահանջները։ Ինչ վերաբերում է վերջերս մամուլում տեղ գտած մեր հարևան երկրների մտահոգություններին, թե Հայաստանի ատոմակայանը կարող է վտանգ ներկայացնել իրենց բնակչությանը, հայ մասնագետները դրանք համարում են անհիմն։ Ոչ մի երկիր իրավունք չունի պահանջել, որպեսզի մյուս երկրի դադարեցնի իր ատոմակայանի աշխատանքը։ Դա տվյալ երկրի իրավասությունն է։ Պարոն Մարտիրոսյանը որևէ կապ չի տեսնում նաև այսօր Երևանի մթնոլորտում փոշու առկայության եւ ատոմակայանի աշխատանքի միջև։ Ինչ վերաբերում է ատոմակայանի ամրությանը, ապա Աշոտ Մարտիրոսյանը վստահեցնում է, որ այն կարող է դիմանալ 7-ից 8 բալուր գնությամբ երկրաշարժի, ընդ որում այդ դեպքում կգործեն անվտանգության բոլոր համակարգերը։ Այս պահի դրությամբ նա համոզված է, որ ատոմակայանը անվտանգ կարող է շահագործվել մինչև 2016 թվականը։ Տիգրան Գրիգորյան, Արամ Մնացականյան, IPV